Ուրեմն որպեսի չասեք անհիմն առանց փաստերի խոսում եմ, հղումը կդնեմ, խնդրեմ, նայեք ինչ օրենք են ընդունել այս Չեռնագորիա կոչվածում արտասահմանցիների նկատմամբ, դե կարևոր կապ չունի որ երկրից ես ով ես, քանի տարի ես մնում, նախ քաղաքացիության մասին խոսք լինել չի կարող, ումես տասնամյակներով դուք ձեռի հետ համեմատեք Ղախպա Նիկոլի Հայաստանի հետ, տասնամյակներով ապրի, խոսքը միայն կարող է գնալ ԲՆԺ-ի մասին, առնվազն 200,000 եվրոյի պետքա անշարժ գույք ունենաք, որ ԲՆԺ տան, սա մեկ, երկրորդը, եթե հիմնարկ ձեռնարկություն եք գրանցում, ասենք 3 հոգի է, այդ 3-ից 2-ը պետք է լինեն տեղացիներ, հասկանում եք, պատկերացնում եք, ոչ թե սրվա Ղախպա Հայաստանի նման եկել են նախ, գիշոր 2 տարի, քանի տարի մնան ու պասպորտ է ստանում, այ Ղախպա Նիկոլ, գրանցում են ինչ թի ուզումա լինի, ինչ ուզումա լինի, հələ հայաստանցիները նախատում են, ստոլը անպատում են եւ այլն, հերիք չէ իրանց Ռուսաստանում այս օրերին է, ռուսները ոնց են անպատում, ձեր ռեխը, բայց Նիկոլ ես քեզ ոնց է բառել, բայց դա միայն Նիկոլը չի, դա զգալի մասն է հայաստանցիների, բթումների, դեբիլների, ուրիշ խոսք չեմ ես կան, գնացեք հղումով, դա այս Չեռնագորիայի լրատվական ռուսերեն լեզվով կայք է, այնտեղ գրած է, եթե այստեղ շատ կան, որ բացել են հիմնարկ ձեռնարկություն, մեկը փաստա բանն է, մեկը ինչ է, հեսա մի հատ պատմություն կպատմեմ, եկել են ռուսերը շատ, ինչ գրասենյակ է, ես ինչ է, 3 հոգի է աշխատողը, մինիմալ այդքան պետք է լինի, 2-ը պետք է տեղացի լինեն, որ դեռ աշխատավարձներ պետք է վճարես, նրանք դեռ պետք է համաձայնվեն, մինիմալից շատ բարձր պետք է լինի, չէ, դուրս չի գալիս ցիկտիլ է, հասկացա, իսկ այսօր էլ այլանդակ դրությունը են, ստորացումը նաև այս հարցում հայաստանցիների բանը հրամցնում են իբր նվաճում, չհասկացա, նման հարցեր իհարկե Ղախպեկին չի հուզում, բայց մի հատ գնացեք նայեք այդ հղումով